Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք ձեզ հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ սեղմել դոնեյթ կոճակ այդպիսով նաև ֆինանսապես աջակցելով մեզ։ Ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արամյան, շատ կարճ կուզենայի հարցնել, ինչ է անում Թրամփը եւ ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել, բայց դասականները, չգիտեմ, տնտեսագետները եւ այլ երկրի ղեկավարները իրավիճակը բնութագրում են որպես միջազգային կամ գլոբալ տնտեսական ցունամի, որը առաջացել է Թրամփի տարիֆային քաղաքականությամբ կամ տարիֆների կտրուկ բարձրացման հետևանքով մաքսատուրքերի Չինաստանի նկատմամբ արդեն 104% մաքսատուրք է սահմանել Թրամփը եւ Ամերիկան ընդհանրապես կարծես է տրամաբանության, գլոբալ տնտեսական կամ առևտրատնտեսական քաղաքականության տրամաբանության դեմ է գնում հիմա, որովհետեւ Ամերիկան աշխարհի հետ կապված է բազմաթիվ թելերով, արյունատար անոթներով, տնտեսական եւ առևտրային կապերով, հատկապես Չինաստանի հետ։ Ինչու է Թրամփը սա անում։ Ինչու է անում եւ ինչ է անում, շատ կարճ հարց պատասխան ունի արշալույս։ Աշխարհը խառնել է իրար եւ փորձում են նոր աշխարհակարգ սահմանել։ Սա վերլուծաբանների կարծիքն է, ես որոշակիորեն դա կիսում եմ։ Հիմա եթե մի փոքր ուղղակի նայենք նախագահ Թրամփի հրամանագրերը սկսած այս թվականի հունվարի 20-ի հրամանագրից, առաջի հրամանագիրը, որ նա ստորագրեց հունվարի 20-ին եւ հետո փետրվարի 13-ին ցուցումներ տվեց իր տնտեսական թիմին, որպեսզի բացահայտեն հիմնական պատճառները, որոնք կապված են քրոնիկ բարձր ընթացիկ հաշվի պակասորդի հետ։ Հիմա եթե նայում ենք ամենաառաջի այդ ցունամի առաջացրած ապրիլի 1-ին ավելի եթե բարձրացնենք, որ Ամերիկան ավելի քիչ է աշխարհին վաճառում, քան գնում է աշխարհից։ Այո։ Գիտեք, անկեղծ ասած 1944 թվականի Բրետոն Վուդսյան համակարգը երբ որ տրվեց եւ Միացյալ Նահանգների դոլարը համաշխարհային փողի ֆունկցիա կատարեց, տրամաբանությունը դա էր, որ նա որոշակիորեն պետք է ընթացիկ հաշվի պակասորդներ ունի, որպեսզի փոխմատակարարի համայն աշխարհին։ Լավ, սա էր հիմնական տրամաբանությունը, բայց ամեն դեպքում կան որոշակի մակարդակներ, իսկ մենք գիտենք ընթացիկ հաշվի այդ պակասորդը դիֆիցիտը երկու տեսակի կոմպոնենտից է կախված՝ մասնավոր հատվածի դիֆիցիտ եւ պետական հատվածի դիֆիցիտ։ Իսկ պետական հատվածի դիֆիցիտը մենք նաեւ ականատես ենք եղել վերջի ժամանակներն անընդհատ խոսում են պարտքի խնդիրների մասին, անընդհատ որ շեմերը բարձրացնում են եւ այլն։ Սա հիմնական, ասենք այն հիմնական ուղղությունն է, որը նա փորձում է լուծել։ Բայց դրա տակը եւս 2-3 շարժառիթներ կա։ Նախագահ Թրամփի ապրիլյան 1-յան հրամանագրում կա սկզբնական նախաբաններ, որտեղ պատճառաբանված է, թե ինչ է նա ցանկանում անել։ Ես մի քանի բանի վերատնական կառամ, առաջինը հետևյալն է։ Նա ասում է, որ 3 հատ թեզ կար երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը որ 3-ն է կեղծ են։ Առաջի թեզը նա էր, որ Միացյալ Նահանգները որպես աշխարհի քաշող տնտեսություն պետք է դրոշակակիր է լինել լիբերալ ազատականացված առևտրի եւ լիբերալ տնտեսական քաղաքականության։ Եվ դա նշանակում էր, որ նա պետք է գնար տարիֆների ազատականացման, որովհետեւ առևտրի տեսությունները փաստում են, որ եթե երկրները երկուսը գնում են դեպի առևտրի ազատականացման, այսինքն քիչ են պաշտպանում իրենց տնտեսությունները, երկուսն է շահեկան են երկարաժամկետ դուրս գալի, որովհետեւ բարեկեցությունն է երկու երկրների աճում, եւ սպառողների եւ արտադրողների։ Սա է հիմնական տեսական մասը։ Երկրորդ թեզը, նա ասում է, որ այս առաջի թեզը, որ Միացյալ Նահանգները պետք է գնար ազատականացման, կարծես թե մենք կատարել ենք, բայց դրանից ածանցված մյուս երկու թեզերը կեղծ են։ Երկրորդը նա էր, որ դրան պետք է հետևեին, որ իր գործընկեր երկրները եւ աշխարհը պետք է հետևեր այս օրակարգին, հա, եւ աշխարհը եւս պետք է գնար ազատականացման։ Երրորդ թեզը նա էր, որ դրանից ածանցված երկրները պետք է ավելի ինտեգրվեին եւ մոտարկվեին Միացյալ Նահանգների տնտեսության հետ։ Եվ փաստարկում է, որ ասում այս 3 թեզերը կեղծ են, որովհետեւ այսօրվա դրությամբ եթե նայում ենք մենք Միացյալ Նահանգների միջին կշռված տարիֆին, դա բոլոր իր գործընկեր երկրների նկատմամբ նա չեմպիոն է։
առաջատար է։ Բայց մնացածը օրինակ, այսինքն ասում եմ, ես կիրառում եմ ազատականացված, գնացել եմ ազատականացված, բայց մյուս երկրները օրինակ այդ պաշտպանական բաները դեռևս կիրառում են։ Այսինքն մյուս երկրներում մաքսատուրքեր ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։ Օրինակ բերեմ, հա, ասենք Միացյալ Նահանգների միջին կշռված մաքսատուրքը 3.3% է, Եվրոմիությունում 5% է, Չինաստանում 7.5% է, Հնդկաստանում 17% է, հա, եւ այսպես շարունակ։ Եթե նայում ենք առանձին ապրանքատեսակներ, օրինակ լավ օրինակ է բերված ավտոմեքենաների ներմուծումը, հա, օրինակ Միացյալ Նահանգներում դա 2.5% է, Եվրոմայում դա 10% է։ Ասենք բարձ տրամաբանություն է ասում, այսինքն իմ General Motors-ը Միացյալ Նահանգների ավտոմեքենա արտահանելու դեպքում պետք է բախվի 10% անուս պաշտպան չէ, այսինքն ինչով է առավել BMW կամ ասենք Mercedes ավտոմեքենաների արտադրողները, հա, որոնք որ պետք է ավելի պաշտպանված լինեն։ Կամ մեկ այլ օրինակ է բերում, նույն այդ արտադրական մեքենաների արտադրության պաշտպանիչ վահանակները, տարիֆները օրինակ Չինաստանում 15% է։ Նույնը Հնդկաստանում 70% է, պատկերացրեք, կամ մեկ այլ օրինակ, ասենք օրինակ բրենձի ներմուծումը Միացյալ Նահանգներում 2.7% է տարիֆը, բայց մնացած երկրներում օրինակ Մալազիայում դա շուրջ 30% է եւ այսպես կամ նույն կերպով ասենք օրինակ փոխանցման այդ switcher-ները եւ ռոտորների արտադրությունը եւ ներմուծումը, հա, ներմուծումը Միացյալ Նահանգներում 0% է, Ինդոնեզիայում դա 10% է եւ այսպես շարունակ, հա։ Սա հիմնական այն թեզն է, որը դրվել է տակը եւ բնականաբար դրանից ածանցված գալիս են հանգում են, որ հենց դրանով է պատճառաբանված, որ ընթացիկ հաշվի պակասուրդը բարձր է։ Դա նշանակում է, որ այն երկրները, որոնք որ առևտրի գործընկեր երկրներ են համարվում Միացյալ Նահանգների, նրանց արտադրողները առավելություններ են ստանում։ Այսինքն փոխում է բալանսավորել հավասարեցնել։ Ասում եմ իմ արտադրողները այդ scale effect-ը, մասշտաբի էֆեկտը չեն կարողանում օգտագործել։ Հենց դրանից էլ ածանցված ես ունենում եմ ընթացիկ հաշվի քրոնիկ բարձր պակասուրդ, հենց դրանից ածանցված նաև ստիպված ինձ մոտ նաև պետական պակասուրդն է բարձր եւ այլն։ Սա է հիմնական այն կարկասը։ Ինչ է իրականում դրա տակ թաքնված։ Ես կարծում եմ այդտեղ կա եւ տնտեսական մի փոքր մաս, բայց ավելի շատ քաղաքական մասն է, որովհետեւ նախագահ Տրամպը իրեն շատ լավ ձևակերպել, ասում է I am a deal maker, ես գործարք կնքող եմ։ Եվ կարծում եմ սա ուղղակի որոշակի քայլ է, որը որ այսպես ասած խաղադրույք է կատարում, որ օգտագործելով Միացյալ Նահանգների գեգեմոնիա եւ ուժեղ տնտեսական ներուժը փորձի որոշակի ճշգրտումներ մտցնել տնտեսական քաղաքացիական։ Պոկեր խաղա, եթե դիմացին իրեն պատասխանում են համապատասխան, ուրեմն տարիֆների բարձրացման ինքը էլ ավելի է բարձրացնում, նույնը Չինաստանի հետ տեսեք, 185 երկրների նկատմամբ են նա կիրառել այդ տարիֆները եւ դրանցից 57-ը փոխադարձ տարիֆներ են, հա, reciprocal տարիֆներն են, դա առաջի հրամանագիրն է դեռևս այս, որ Չինաստանը արդեն պատասխանեց, ինքը նորից բարձրացրեց մինչև 105%, դա արդեն հետևեց։ Հիմա տեսեք, այնտեղ հայտնվել են, որ նայում ենք այդ 57 երկրների ցանկում բավականին շատ աֆրիկյան երկրներ կան։ Հարց է առաջանում, ասենք, ինչ խնդիր է լուծում։ Աֆրիկյան երկրները բավականին թույլ երկրներ են, որոնք պատկերացրեք այդ երկրների հավելուրդը, օրինակի համար ենթադրենք Կոնգոյի դեմոկրատական հանրապետության, հա, $90 միլիոն է ընդամենը։ Ասենք Միացյալ Նահանգների ընթացիկ հաշվի պակասուրդը 24 թվականի արդյունքներով եղել է 1 տրիլիոն 130 միլիարդի կարգի, հա, որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Դա չնչին ծավալ է, այսինքն։ Դա չնչին ծավալն է։ Ինչն է այդտեղ ինչ խնդիր է լուծում։ Ես ես ասեմ, իմ սեփական դիտարկումը նա է, որ չինացիները բավականին ագրեսիվ են նոր տերիտորիաներ եւ այսպես այս տնտեսական տարածքներ իրենց շահերի կենտրոն դարձնելու առումով։ Եվ այդ առումով աֆրիկյան բավականին թարմ տարածք է, որտեղ որ Միացյալ Նահանգների շահերը համեմատաբար ավելի քիչ են, քան մնացած տարածաշրջանում եւ այստեղ չինացիները բավականին ագրեսիվ են։ Նույն վերցնենք Կոնգոյի զսպում է Չինաստանին, երրորդ երկրների հարվածելով, որտեղ Չինաստանը ունի տնտեսական շահեր։ Տարբերակով արշալույս, որ ոչ թե նա ուղղակի ճակատի մեջ է մտնում, իհարկե Չինաստանի հետ էլ ունի, դա այլ դաշտ է, բայց նա փորձում է իր սեղանի շուրջ բերել այդ երկրների կառավարություններին, որպեսզի այդտեղ արդեն գնա բանակցությունների։
Ես այդպես եմ, որովհետև տեսեք, եւ նվազեցնի այնտեղ ազդեցությունը Չինաստանի։ Որովհետև օրինակ Կոնգոյում բավականին լուրջ պայքար է գնում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև։ Կոնգոն համարվում է աշխարհում պղնձի եւ կոբալտի պաշարների համար առաջի տնտեսությունը։ Այդ ամենամեծ պաշարները այնտեղ է, ոչ թե Չիլիում, ընդ որում բավականին հարուստ։ Եվ այդտեղ չինացիները, հավատացեք, բավականին, եթե նայեք, բավականին ագրեսիվ են աշխատում։ Այդ թվում նաև բիզնեսի մեջ չգրված կանոններով վերցնելով այդ տարածքները իրենց ազդեցության տակ։ Ես ենթադրում եմ, որ նաև Տրամպի այդ քայլը ուղղված է նրան, որպեսզի այդ երկրների ամենաբարձր մակարդակներին վերման ենթարկի իր սեղանի շուրջ բանակցությունների։ Օրինակ բերեմ, երբ որ Չորեքշաբթի նույն արած օրինակ Պանամայի ջրանցքի հետ կապված այնտեղ թույլատնելով Չինաստանի ազդեցությունը։ Տեսեք ինչ կատարվեց, երբ որ աղմուկը բարձրացավ ամբողջ աշխարհում, Չորեքշաբթի երեկոյան էր դա մեր ժամով, հինգշաբթի առավոտյան ես արդեն Bloomberg-ով բաց թողնվեց այդ տեղեկատվությունը, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը շատ բարձր մակարդակով պլանավորել է այց Միացյալ Նահանգներ։ Հասկանում եք, եւ այնտեղ արդեն մնացած այլ երկրները եւս շարունակեցին։ Նույն օրինակի համար, եթե նայենք 3 Nikkei 225 ինդեքսը, որը 3 օր անընդհատ կարմիր գույնի մեջ էր, այսինքն անընդհատ նվազում էր։ Երբ որ ի հայտ եկավ, որ ճապոնացիները արդեն պայմանավորվել են Միացյալ Նահանգների հետ, որ պետք է նստեն սեղանի շուրջ բանակցությունների, 5.3% արժևորվեց, բարելավեց իր դիրքերը, հա։ Եվ հետո դրան հետո հաջորդեց նաև Տրամպի երկրորդ քայլը եւ նորից էլի շրջվեց իրավիճակը։ Դե շուկաները, գիտեք, շուկաներում աշխատում է շուկաների կատարելության մասին տեսությունը, տեղակ եք այդ տեսության մասին, որ ցանկացած ակտիվի գնանշումը արդեն իր մեջ ինկորպորացնում է բոլոր տեսակի ինֆորմացիա։ Պարոն Արամյան, ներողություն։ Տեսեք, Թրամփի հայտարարած նպատակներից նաև մեկն այն է, որ ասում է աշխարհի այս ընթացքում տասնամյակներով Ամերիկայից արտահոսել են կապիտալը դուրս, գնացել է ավելի հարմարավետ եւ ավելի ցածր ուրեմն վճարվող աշխատուժով երկրներ եւ այնտեղ դրել են գործարաններ եւ այդ գործարանները նույն ամերիկյան կապիտալը Ամերիկայի շուկայի վրա են վաճառվում էժանով արտադրված ապրանքներ, նույն iPhone-ին է դա վերաբերում, տարբեր ամերիկյան ապրանքներին է վերաբերում, հա, եւ նպատակներից մեկն է այդ կապիտալը հետ շրջել դեպի Ամերիկա, հետ բերել Ամերիկա, գործարանները բացվեն Ամերիկայում, ստեղծվեն աշխատատեղեր Ամերիկայում եւ աշխատեն Ամերիկայում։ Բայց իր քաղաքականությունը, նույն տարիֆային քաղաքականությունը, այսինքն ինչ ինքը եկել է իշխանության, այնքան անկայուն է այդ առումով, որպեսզի գործարանատերը կամ բիզնեսը նման որոշում կայացնի, իրեն պետք է որոշակի կայուն հեռանկար, թեկուզ բարձր տարիֆներով, բայց կայուն։ Տնտեսության համար այդ առումով ամենակարևորը հեռանկար, քիչ թե շատ կայուն հեռանկար ունենալն է, կայունություն ունենալն է։ Կարող է լինել բարձր տնտեսությունը կհարմարվի, Ռուսաստանի տնտեսությունը հարմարվեց սանկցիաներին, շատ այլ երկրների, Իրանի տնտեսությունն է հարմարվել սանկցիաներին։ Այստեղ էլ կհարմարվեն, ինձ թվում է, բայց ամեն դեպքում ուզում են կայունություն, բայց Թրամփը այդ կայունությունը չի տալի։ Կգա այդ կայունությունը, թե չի գա։ Դուք շատ ճիշտ եք ասում, եւ այդտեղ կայունության մասն է, եւ քանի որ ես իմ խոսքի մեջ օգտագործեցի խաղադրույք բառը, խաղադրույքը միշտ ունենում է երկու երես՝ հավանականությունները տեղի ունենալու եւ հավանականությունը տեղի չունենալու, եւ մենք խոսեցինք այն բանի մասին, թե ինչ է ցանկանում այդ խաղադրույքով Տրամպը հասնել։ Այլ բան է, թե որքանն է հավանականությունը, որպես ինքը իր թիրախները կխոսի, եւ կա երկրորդ մասը, որը որ դուք արդեն ձեր խոսքի մեջ ասեք, տեսեք, իրականում որն է դրա վատ կողմը։ Առաջինը նա է, որ այսօր իրականում աշխարհը բավականին գլոբալիզացված է եւ փոխկապակցված են։ Հենց դրա համար, եթե օրինակ ուշադրություն դարձնենք Միացյալ Նահանգների S&P 500-ի վարքագծին կամ ենթենք DAX ինդեքսը Միացյալ Նահանգների դոլարի ինդեքսը, հա, սովորաբար եթե տարիֆները բարձրանում են, այլ հավասար պայմաններում դա պետք է բերեր դոլարի արժևորման եւ ոչ թե արժեզրկման, հա։ Որտեղ հակառակն է տեղի ունենում եւ դա ածանցված է արդեն տնտեսական սպասումներից։ Ինչու՞, որովհետեւ նա հենց անմիջապես փոխկապակցված է ձեր ասացի հետ։ Առաջինը հեռանկարների մասով անկայունություն եւ անորոշություն, դրա համար միանգամից ինդեքսներ անգամ փոխարենը
միջոցները հոսեց դեպի ռեզերվային պաուստային ակտիվներ, դրանից է նաև ոսկին, դրանից է նաև ասենք կարճաժամկետ պարտատոմսերը եւ այլն, հա, որտեղ գները բարձր, իդեպ Միացյալ Նահանգների հետաքրքիր է, որ 10 տարանոց պարտատոմսերի գները չբարձրացան այդքան շատ, որովհետև այդ հեռանկարների հենց այդտեղ է ձեր ասած հոսել այնտեղ, բայց քանի որ անկայունություն դες մի անորոշություն չեն գնում, անորոշություն եւ անկայունության հետ կապված նաև խնդիրն է, ինչ է լինելու հաջորդ մասը, այսինքն եթե նա բացակն է եղել աշխարհում ցնցումներ են եղել, բանը կապիտալը հոսել է Ամերիկա եւ դրվել է ամերիկյան ակտիվներով։ Ես ձեր տաղավարումը ասել եմ Արշալից, դա առաջին ճակը տվել է 2022 թվականին, երբ որ կեղծ կարծիք էր, այսինքն միշտ այդ դա ճշմարիտ կարծիք էր, որ կենտրոնական բանկի ակտիվները անձեռնամխելի են եւ նաեւ որոնք որ փախվում են ֆեդերալ պաուստային համակարգում, դրանք անձեռնամխելի են եւ կայուն են եւ Ռուսաստանի ակտիվների նկատմամբ կիրառած ցույց տվեց, որ ասենք քաղաքական համատեքստում ամեն ինչ էլ կարող է լինել։ Իմիջիալից այդպիսի մենք առաջին դեպք տեսանք 2014 թվականին Արշալույս, ես ինքս եղել եմ բազմաթիվ միջազգային կառույցների բորդերում, տնօրենների խորհրդում եւ քննարկումների ժամանակ առաջի անգամ դա իրենց ստեղծման օրվանից այս կողմ առաջի դեպքն է, որ քաղաքական համատեքստով այն բանը, որը գրված չէր article of agreement-ով ստեղծման համաձայնագրերով տարված չէր, ասենք կառավարիչների խորհրդին այդպիսի հնարավորություն, որ իրանք որոշում կայացնեն, փակեն վարկավորումը դեպի Ռուսաստան, բայց նրանք արեցին քաղաքական համատեքստից ելնելով, ի նկատի ունեմ G7-յակի երկիր, այսինքն կյանքը ցույց է տալի, որ այսօրվա դրությամբ կարծես թե քաղաքական համատեքստը ավելի շատ է մխրճվում տնտեսական ենթատեքստի եւ տնտեսական գործիքները օգտագործում են որպեսզի հարմարացվեն քաղաքական ենթատեքստի։ Տրամպը այս առումով տնտեսական խնդիր է լուծում թե քաղաքական, կարծում եմ որոշակիորեն 50-50, բայց ավելի շատ քաղաքական, որովհետև ցանկանում է ավելի բարձրացնել Միացյալ Նահանգների դիրքը այս համատեքստում։ Դա կհաջողվի թե չէ, այդտեղ կա մեդալի երկրորդ երեսը կա, որովհետև այդտեղ կա առաջինը, որը որ մենք արդեն հնչեցինք, դա աշխարհը բավականին գլոբալիզացված է, օրինակ նույն Տեսլան ինչու է Էլոն Մասկը աղմուկ բարձրացնում, որովհետև Տեսլա ընկերության բավականին լուրջ գործարան գտնվում է Չինաստանում։ Կամ օրինակի համար կար հաշվարկ Արշալույս, որ եթե այնպես լինի, որ այս տարիֆային համակարգը ուժի մեջ լինի եւ գործի, որովհետեւ դեռևս վերլուծաբանները սպասում են, որ որոշակի ճշգրտումներ կգնա այս առումով դեպի բարելավման ուղղությամբ, հա։ Եթե դա տեղի ունենա, Apple-ի արտադրած iPhone հեռախոսները կարժենան Միացյալ Նահանգներում $3500։ Այսինքն այն կարելի է Apple-ի iPhone վերարտանել Միացյալ Նահանգներ Հայաստանից։ Նա կարծում եմ դա էլ է, Միչելոց ինչ շատ են հարցնում, ինչով է պայմանավորված, որ 185 երկրների նկատմամբ է կիրառված, այսինքն ինչ խնդիր է լուծում։ Կարծում եմ ամեն դեպքում միգուցե որոշ մարդիկ նայում են, որ շատ պարզունակ մոտեցումներ է կատարել Թրամփի տնտեսական թիմը, բայց ենթադրում եմ, որ այնտեղ կա նաև այլ հաշվարկներ այն առումով նրանք ամեն դեպքում քննարկել են լոգիստիկ եւ այլ տնտեսական տրանզակցիոն ծախսերը, որ այլ երկրների տարածքների միջոցով կարողանա այս տարիֆային համակարգերը շրջանցել։ Ձեզ օրինակ բերեմ, օրինակ Հայաստանի վրա կիրառված է 10%, բայց նայեք մեր տարածաշրջանում, օրինակ ԵԱՏՄ երկրներից միայն Ղազախստանն է, որ 27% տարիֆային համակարգի տակ է ընկել։ Қырғызստանը 10% է, Ռուսաստանը եւ Բելարուսիան պետք է հանել, իմիջիալոց այդտեղ ընդհանրապես չկան, մարդիկ ասում են, դե գիտեք, միգուցե դա բարի դրացիական հարաբերություններ է արդեն փորձում ստեղծել Ռուսաստանը, ես այդպես չեմ կարծում։ Սանկցիաների տակ են այդ երկրները։ Ապրեք, ասենք կոշտը օրինակ բերեմ, մահացած մարդու ոտքը կտրելով մարմնին ցավ չես պատճառի։ Հասկանաք, որովհետև սանկցիաների տակ են եւ Ռուսաստանը եւ Բելարուսիան, իսկ Ռուսաստանը առավել եւս SWIFT եւ համակարգից եւ ընդհանրապես դոլարային հոսքերի տեսանկյունից ամբողջությամբ պահճատված է։ Մի քանի բան, ամեն դեպքում 10%-ը դա 100%-ից մոտավորապես 10 անգամ ավելի ցածր տոկոս է։ Հայաստանը եւ Հայաստանի նման երկրների նկատմամբ կիրառված է 10%։ Հայաստանը ունի բավական հարուստ փորձ վերարտանումների դեպի Ռուսաստան տվյալ պարագայում, եւ ոչ միայն ռուսական ուրեմն ոսկին եւ նաեւ թանկարժեք քարերը Ռուսաստանից դեպի Արաբական Էմիրություններ, Չինաստան, Հոնկոնգ եւ այլն։ Սա կարող է, եթե երկարաժամկետ լինեն այս որոշումները, հա, սա կարող է հնարավորություն ստեղծել, որ չինական ապրանքները Հայաստանի տարածքով
հոսեն դեպի ԱՄՆ, թե շատ լուրջ վերահսկողություն է լինելու դժվար թե նման բան հնարավոր դառնա։ Գիտեք, եւ ոչ միայն Հայաստանի, այլ նման երկրների։ Ես կարծում եմ ամեն դեպքում վերահսկողությունը իր հերթին իր դերը կատարելու է, բայց կյանքը ցույց է տվել նույն Ռուսաստանի մասով, որ որքան էլ վերահսկողությունը ուժեղ լինի, ամեն դեպքում տնտեսվարողները շատ ավելի խելացի են, եթե կա առավելություններ վերցնելու հնարավորություն, օրինակ Հայաստանի ԵԱՏՄ լինելը հենց առավելություն էր, դրա համար ինչու ոսկին ենթադրենք չպտտվեց Վրաստանով, եւ պտտվեց Հայաստանով, որովհետեւ Վրաստանում կար տարիֆային համակարգ, պետք է մտներ այնտեղ մաքսազերծվեր, հետո գար եւ սա ծախսեր են։ Իսկ Տրամպը կարծում եմ տնտեսական վարչակազմը հենց այս շարժառիթներից ելնելով է եղել, որ տարածաշրջանը, օրինակ մեր տարածաշրջանում եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, եւ Թուրքիան 10%-ի տակ են ընկել, դե Իրանը գիտեք նորից սանկցիաների տակ է, եւ այդտեղ այդ հնարավորությունը ձեր նշած ես կարծում եմ մինիմիզացվել է, այսինքն մի պահ պատկերացնենք, եթե օրինակ չինական ապրանքները պետք է կային մտնեին Հայաստան, այնտեղ պետք է նրանք ունենային առավելություն, իսկ այդ առավելությունը փակված է շատ ավելի, եթե այդտեղ դնում ենք նաև լոգիստիկ ինդեքսը, հա, որը համաշխարհային բանկը հաշվարկում է, Թուրքիան մեզանից 2 անգամ ավելի շահեկան դիրքերում է լոգիստիկ։ Թուրքիան կարող է անել, եթե անի։ Կարող է, եթե անի, բայց Թուրքիայի հետ կապված էլ այլ խնդիրներ կան, որովհետև այնտեղ նաև մենք ուշադրություն պետք է դարձնենք, որ Թրամփի հրամանագիրը ծածկում է ոչ միայն այդ տարիֆները դա ամենակարևորն է, բայց նաև որոշակիորեն ցուցումներ է տրվում նաև սահմանապահ, որը իրենց մոտ մաքսային մարմիններն են, որպեսզի նաև ուժեղացնեն ոչ տարիֆային հսկողությունները։ Այսինքն, եթե այդպիսի բան փորձի Թուրքիան անել, ես կարծում եմ դրան կհետևի որոշակի բանը, եթե Թուրքիան անի չինական ապրանքների նկատմամբ, որովհետև ամեն դեպքում ես ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգների հիմնական թիրախը դա Չինաստանն է, մնացած երկրների մասով ուղղակի այդպիսի տերմին գոյություն ունի collateral damage, այսինքն համապարփակ բոլորը ընկել են մեկ համընդհանուր խնդրի մեջ։ Ռուսերեն ասած падодну гребенку։ Ինչ ազդեցություն սա կարող ունենալ Հայաստանի նման պետությունների, տվյալ դեպքում Հայաստանի վրա։ 10% է կիրառվել Հայաստանի նկատմամբ մաքսատուրք, բայց Հայաստանը գլոբալ տնտեսության մաս է, ԵԱՏՄ անդամ երկիր է եւ բավական ինտեգրված է այդ առումով տարբեր տնտեսական փոխոսքերի մեջ։ Անուղղակի ինչ ազդեցություններ կարող են լինել։ Դուք արդեն շատ լավ ձեր հարցի մեջ նշեցիք, որ մարդիկ եւ կներում հասցնում են, հարցնում են, դա հենց ուղղակի ազդեցություն են հարցնում, բայց կարծում եմ դուք շատ լավ տիրապետում եք, որ մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգները ընդամենը $58 միլիոն է։ Եվ կարծում եմ մենք ունենք 2014 թվականի տարեկան արդյունքներով շուրջ 13 միլիարդի դոլարային արտահայտությամբ արտահանում եւ այսինքն այդտեղ էական ցնցումներ ուղղակի առումով ինչ էլ որ լինի միևնույն է Հայաստանի վրա մեծ ազդեցություն չի կարող ունենալ անուղղակի աղբյուրները ձեր նշած կարող է տեղի ունենալ այն համատեքստում եթե աշխարհը այն ինչ որ հիմա կատարվում է սա շարունակական լինի որովհետեւ գիտեք երբ որ առաջի անգամ տարիֆային այդ նոր համակարգը դրվեց սեղանին դա ապրիլի 1-ի երեկոյան էր մի քանի վերլուծական կենտրոններ շտապեցին կանխատեսել Միացյալ Նահանգների համար ռեցեսիաներ որի հավանականությունը 40% է նոր տարիֆային համակարգի երբ որ օրերս նորից էլի բարձրացվեց արդեն գնում են 70%-ի հավանականության մասով ես կարծում եմ նմանատիպ բաներ նաև կլինեն այլ երկրներ որովհետև առևտրի տեսությունը շատ բարձր բան է ասում արշալույց եթե երկու երկրներ մտնում են առևտրային պայքարի մեջ եւ երկուսը նույն քաշային կատեգորիայի մեջ են այսինքն համադրելի երկրներ օրինակ դա Չինաստան եւ Միացյալ Նահանգներ այդ պարագայում երկուսն էլ տուժելու է, երկուսի բարեկեցությունը ընկնելու է եւ սպառողների բարեկեցությունը եւ արտադրողների բարեկեցությունը։ Եթե այդ պատերազմի մեջ է խոշոր երկիրը եւ փոքր երկիրը հարաբերականներ են ավելի շատ է տուժում, քան թե խոշոր երկիրը։ Ամեն դեպքում, եթե մենք նայում ենք գլոբալ համատեքստում, եթե սա շարունակվի, բնականաբար բոլոր երկրների մոտ 185 երկրների մոտ բարեկեցության անկում լինելու է։ Դա նշանակում է համաշխարհային տնտեսությունն է արդեն մտնելու որոշակի ռեցեսիոն փուլի մեջ, որովհետև 185 երկրները, միայն Չինաստանը եւ
տեսեք, աշխարհի հնան դա 100 տրիլիոնից ավել է, հա, մոտ 25 տրիլիոնի չափ դա Միացյալ Նահանգներինն է, 16 Եվրոմիություն, 19 Չինաստան եւ այլը։ Այսինքն այդ համատեքստում համաշխարհային գլոբալ հնայի առավել քան 60%-ը ծածկված է այս 185 երկրների տարիֆային համակարգում եւ այդ համատեքստում բնականաբար եթե գնում ենք այս առևտրային տեսություններին հավատում ենք, իսկ դրանք էմպիրիկ վերլուծությունները փաստել են, որ դա այդպես է լինում, արդյունքները լինելու են, որ համաշխարհային տեսությունը մտնելու է անկման դարաշրջան։ Անկման դարաշրջանը դա նշանակում է, որ արտաքին հոսքերը, երբ որ մեզ մոտ դա նշանակում է մեր արտահանման նկատմամբ նաև թուլացված պահանջարկ, թեպետ արտահանումը հիմնականում գնում է Ռուսաստան եւ վերարտահանումը գնում է արաբական երկրներ, բայց չմոռանանք, որ նույն արաբական երկրները նույն այս իրավիճակում օրինակ նավթի գների մասով ունեցան double whammy effect, կրկնակի դա ֆինանսական աշխարհում ընդունված տերմին է, կրկնակի մեղանջոձի կամ ազդեցության էֆեկտ, որտեղ մի կողմից OPEC-ի երկրները առաջարկեցին հայտարարեցին ծավալների մեծացման մասին եւ դա համընկավ այն բանի հետ, որ նաեւ տարիֆային համակարգը ներդրվեց։ Եվ պատկերացեք, այս ամբողջ համակարգը, երբ որ ընկնում է պահանջարկը, բնականաբար դա չի կարող Հայաստանի արտահանման նկատմամբ ազդեցություն չունենալ։ Իհարկե թափը որքան կլինի, ամեն ինչ կախված է ավելի կոնկրետ փոքր խնդիրներից։ Նկատմամբ պահանջարկը կգնի։ Արդեն ընկել է։ Արդեն որոշակի որտեղ պղինձը, գիտեք, եթե դուք նայեք ռեգրեսիոն անալիզները, ասենք պղինձը երբ է ինքը ազդեցություն, նախ առաջինը շատ ուժեղ կապված է չինական տնտեսության հետ։ Մենք հիմնականում արտահանում ենք այնտեղ։ Եվ կախված է գլոբալ աշխարհի տնտեսական ակտիվությունը, երբ որ մեծանում է, բնականաբար նկատմամբ պահանջարկը մեծանում է։ Իհարկե մյուս կոմպոնենտը նա է դա դոլարի հետ, երբ որ դոլարը թուլանում է, հումքային ապրանքների գները սկսում են բարձրանալ, սա գնանշման էֆեկտն է։ Իրական էֆեկտը համաշխարհային տնտեսության եւ հիմնականում չինական տնտեսության էֆեկտն է։ Եվ այդտեղ այո կարող է նաեւ պղնձի մասով մեզ վրա ազդեցություն ունենալ իմեն առաջի ասած շղթայով։ Եվ վերջին կարճ հարցը Հայաստանի տնտեսության մասին, մենք հիմա տեսնում ենք, որ թե արդյունաբերությունն է կտրուկ նվազում Հայաստանում, երկու ամիսների տվյալները, որ վիճակագրական կոմիտեն հրապարակել է, թե արտահանումն է կտրուկ նվազել, այսինքն արտաքին առևտուրն է կտրուկ նվազել։ Միայն առևտրաշրջանառություն, ծառայություններ եւ շինարարությունն է, որ այս բանի տնտեսությունը պահում է եւ որոշակի տնտեսական ակտիվություն է 4-ից 5%, 4-ից 4.5% շրջանակներում պահվում, հա։ Սա զուտ նախորդ տարվա վերարտահանման էֆեկտն է, որ հիմա զրոյացվում է։ Թե Հայաստանի այդ ընթացքում Հայաստանի տնտեսությունն էլ պոտենցիալ չի կուտակել եւ հիմա պոտենցիալի նաեւ մաշում ենք տեսնում։ Գիտեք, Արշալույս, պոտենցիալը ամեն դեպքում մաշում եղել է 22 թվականից։ Ես մնում եմ իմ այն կարծիքի, որ այն թվերը, որոնք որ վիճակագրական թվերը, որոնք որ կառավարությունը հնչեցնում է, որ մեր պոտենցիալը աճել է։ Դա նմանվում է 2002-ից 2008 թվականի վարժություններին, որտեղ 2002-ից 2008 թվականները Արշալույս, երբ որ մենք տարբեր վիճակագրական գործիքներով Հոդիկ, Պրեսկոտ, Կալմանի ֆիլմը կամ ասենք գործոնային վերլուծությունների միջոցով պոտենցիալ են գնահատում, քանի որ թվերը ունեն իրենց մեջ աղմուկ, մեզ թվում էր, թե մեր պոտենցիալը, տնտեսական պոտենցիալը 6-7% է, որտեղ մենք թևակողում ենք 10, 12, 13% տնտեսական աճեր, եւ մեզ թվում էր, որ իրականում մեր պոտենցիալը աճել է, բայց այդ պոտենցիալը ոչ արտանելի հատվածում էր եւ բնականային շինարարությունում էր, հասկանում եք, եւ այդտեղ խնդրեմ կար։ Երբ որ ճգնաժամը խփեց, ճգնաժամից հետո հետագա 5-6 տարիների ընթացքում մեր միջին աճը եղել է 3.5%, այսինքն մեր պոտենցիալը այդքան է եղել, հասկանում եք, մեր հնարավորությունները այդքանից ավել չեն կարողացել բարձրացնել նշաձող։ Նույնը հիմա է։ Իսկ ինչու ենք մենք այդպես կարծում, որովհետև մի քանի անգամ ես հնչեցրել եմ, ներդրումներին նայեք բանկային համակարգի վարկավորման ծավալները ուր են գնում։ Օրինակ ձեզ բերեմ 2018 թվականի համեմատ 2024 թվականի նույնիսկ 25 թվականի հունվար-փետրվարը եթե վերցնենք պորտֆելի ծավալը վարկերի ծավալը որ գնացել է տնտեսություն 3.5 տրիլիոն դրամ է եղել
Հասկանում եք, այդքան աճել է։ Հիմա նայեք ճյուղերով որտեղ է գնացել։ Գիտեք որքան է գնացել։ Սպառում մեծ մասը։ Այո, հիմնականում հիպոթեք, հիմնականում սպառողական վարկեր, հիմնականում սպասարկման ոլորտները, առևտուր եւ կապիտալ շինարարություն։ Բոլորը դա ոչ արտանալի հատված է։ Որքան է գնում արդյունաբերություն 60-70 միլիարդ։ Որքան է գնացի գյուղատնտեսություն, այնքան էլ իդեպ տարեկան 60-70 միլիարդի ամբողջը։ Ոչ, ամբողջը 2018 թվականի համեմատ, այսինքն 3.5 տրիլիոնի մեջ ընդհանրապես աճը, որ գնացել է արդյունաբերություն։ Դրա համար ես չեմ հավատում այն թեզին, որ մեր արդյունաբերությունը օրինակ անցած տարի աճ է ունեցել։ Նախորդ այդտեղ կա խապկանք, այդտեղ կա վերարտահանման գործոն, որովհետև եթե նայում ենք նույնիսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կամ ներքին ներդրումների գերակշիռ մասը գնում է բնականային շինարարություն։ Արտաքին ներդրումների մասը, որը էապես դանդաղել է, ես նկատի ունեմ օտարերկրյա ուղղակի ներդրումները, հա։ Այդտեղ մենք եւս տեսնում ենք, որ ճյուղերը որտեղ որ գնում են, նախ հիմնականում դա վերաներդրված շահույթն է, եւ տեսնում ենք այն ճյուղերը շահույթ են ստացել, նորից վերաներդրել։ Այո, թողել են Հայաստանում, դա վիճակագրորեն, այո, դա վիճակագրորեն ձևակերպում է հետեւյալ ձև, որպեսզի կարողանա բալանսավորվի, մի կողմից դա ընթացիկ հաշվում իրական գործակներում ցույց են տալի, որ ենթայինք $100 միլիոն գնացել է դուրս, հետո պլյուս $100 միլիոն, որպեսզի բալանսավորվի ուղղակի ներդրումներ Հայաստանում, որտեղ ոչ ռեզիդենտը թողել է Հայաստանում։ Սա է իրական պատճառը, դրա համար ես այդ համատեքստում այս վիճակը կանխատեսում էի արժելու։ Ես դրա համար միշտ ասել եմ, որ բավականին բարդ է լինելու բյուջեում ներդրված բյուջեի հիմքում դրված տնտեսական աճը ապահովել, որովհետև այդ տնտեսական աճի նախորդ տարիների 5.9%, 8.4%, 12.6% իրական աճերի տակ թաքնված է բավականին մեծ գործոն արտածին գործոն, եւ դա կապված է եղել Ռուսաստանի տնտեսության հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civilnet Business-ի տաղավարում ես զրուցեցի Վարդան Արամյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։